Բարև ձեզ ընկերներ։ Վերջին մի քանի տարում սոցիալական ցանցերում, դեղատներում եւ ընկերների զրույցներում ամենաշատ հիշատակվող հավելումներից մեկը դարձել է մագնեզիումը։ Ես մագնեզիում եմ խմում, հոգնածությունս անցավ, քունս լավացավ, նիհարեցի, ծանոթ արտահայտություններ են։ Բայց ով է բացատրել, թե ինչպես է մագնեզիումը եւ ինչ ձևով, երբ եւ ինչ դոզայով կիրառել։ Որովհետև ոչ բոլոր մագնեզիումներն են հավասար եւ սա շատ կարեւոր է իմանալ։ Այս տեսանյութում ես ձեզ կբացատրեմ ամեն ինչ հիմքից, ինչ է անում մագնեզիումը օրգանիզմում, որ ձևը ինչի է ծառայում եւ երբ իրականում մենք ունենք դրա կարիքը։ Մագնեզիումը ոչ թե ռելաքս հանքանյութ է, ինչպես հաճախ ասում են, այն կոֆակտոր է 300-ից ավել ֆերմենտային ռեակցիաների մեջ։ Ինչ է սա նշանակում։ Առանց մագնեզիումի կանոնավոր քանակի մեր օրգանիզմում ճիշտ չի աշխատում մկանների կծկումն ու թուլացումը, նյարդային համակարգի կանոնավոր աշխատանքը, արյան ճնշման կարգավորումը, ոսկորների ձևավորումը, քանի որ վիտամին D-ն ու կալցիումը ակտիվացնում են ուղղակիորեն կախված է մագնեզիումից։ Ինսուլինի զգայունությունը, ATP-ի բջջային վառելիքի արտադրությունը։ Տեսնում եք, թե ցանկը ինչքան շատ է։ Ըստ ուսումնասիրությունների, զարգացած երկրների բնակչության 60-70%-ը ստանում է մագնեզիումի անբավարար քանակ սննդից։ Սա նշանակում է, որ մագնեզիումի պակասը կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ հոգնածություն, մկանային կծկումներ, ջղաձգություններ, քնի խանգարումներ, դյուրագրգռություն, սրտխփոցի զարգացում։ Սակայն կարևոր է հասկանալ, որ այս ախտանիշները միայն մագնեզիումի պակասի դեպքում չեն հանդիպում։ Նույն գանգատները կարող են առաջանալ բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառով կամ միկրոէլեմենտների պատճառով, սկսած քնի պակասից մինչև վահանաձև գեղձի հիվանդություններ։ Հետաքրքիր փաստ, արյան մեջ մագնեզիումի մակարդակը միշտ չէ, որ ճշգրիտ արտացոլում է օրգանիզմի իրական պաշարները, քանի որ մագնեզիումի մեծ մասը գտնվում է ոսկրերում եւ բջիջների ներսում։ Այսօր վաճառվում են մագնեզիումի բազմաթիվ ձևեր՝ մագնեզիումի ցիտրատ, գլիցինատ, օքսիդ, լակտատ, տրեոնատ, եւ դրանք բոլորը նույնը չեն եւ հավասարազոր չեն։ Մագնեզիումի օքսիդը պարունակում է շատ մագնեզիում, բայց ավելի վատ է ներծծվում։ Ցիտրատը լավ է ներծծվում եւ հաճախ օգտագործվում է մագնեզիումի պակասի լրացման համար։ Բարձր դոզաներով կարող է ունենալ նաեւ թեթև լուծողական ազդեցություն։ Գլիցինատում մագնեզիումը կապված է գլիցին ամինաթթվի հետ, ինչի շնորհիվ լավ է յուրացվում եւ սովորաբար չի առաջացնում մարսողական խնդիրներ։ Հաճախ ընտրում են քնի, ստրեսի եւ անհանգստության ժամանակ։ Լակտատը լավ է յուրացվում եւ ավելի մեղմ է ստամոքս-աղիքային համակարգի համար։ Հարմար է երկարատև ընդունման դեպքում, երբ անհրաժեշտ է լրացնել մագնեզիումի պակասը։ Տրեոնատը առանձնանում է նրանով, որ կարող է ավելի արդյունավետ անցնել արյուն ուղեղ պատնաշը։ Ուսումնասիրվում է հիշողության, ուշադրության եւ ճանաչողական ֆունկցիաների վրա հնարավոր իր թողած ազդեցության տեսանկյունից։ Սակայն ապացույցներ դեռևս սահմանափակ են։ Շատերը կարծում են, որ եթե մագնեզիումը վիտամին է, ապա որքան շատ, այնքան լավ։ Իրականում դա սխալ պատկերացում է, ոչ միայն մագնեզիումի դեպքում։ Մագնեզիումի բարձր դոզաները կարող են առաջացնել լուծ, սրտխառնոց, արյան ճնշման անկում, իսկ երիկամային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ նույնիսկ կարող են ունենալ վտանգավոր բարդություններ։ Հատկապես անհրաժեշտ է զգույշ լինել, եթե ընդունում եք հակաբիոտիկների հետ համատեղ, սրտի կամ վահանաձև գեղձի որոշ դեղամիջոցների հետ, քանի որ մագնեզիումը կարող է ազդել դրանց ներծծման արագության վրա։ Եվ վերջում, մագնեզիումը կարևոր տարր է, բայց այն հրաշք միջոց չէ։ Եթե ունեք հոգնածություն, անքնություն, այլ գանգատներ, դրանց պատճառը միշտ չէ, որ մագնեզիումի պակասն է։ Հավելումները շատ կարևոր են մեր օրգանիզմում, բայց ընդունելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի կամ դեղագետի հետ, որպեսզի պարզել արդյոք հենց այդ հավելումի պակասը դուք ունեք։ Եթե ունեք քրոնիկ հիվանդություններ կամ ընդունում եք այլ դեղամիջոցներ, պետք է հասկանալ, արդյոք նրանք համատեղելի են միմյանց հետ։
Հիշեք, առողջությունը չի սկսվում հավելումներից, այն սկսվում է ճիշտ սննդից, քնից, ապրելակերպից եւ որ ամենակարևորն է, բժշկի հետ քննարկումներից։ Առողջ եղեք եւ հետեւեք իմ YouTube-յան էջին նմանատիպ այլ ինֆորմատիվ վիդեոների համար։